Երջախմբային դիժորների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը փորձում է սկսել մի նախաձեռնություն, որը իրենից ներկայացնում է բաց դաս, բայց երջախմբային բաց դաս, ստացվում է կիրակնօրյա երկշաբթի բաց դասերը, որին մենք ունենանք տվյալ թեման, որին միշտ պիտի պատրաստվենք, հետևաբար այսքան պատահական չի այդ թեման լինում, այլ ընտրված է ծրագրում դրված ամեն ինչով, ունենք բանախոս այդ թեմայի հետ կապված, ունենք խմբավոր, որը տեղում անցկացնում է իր հմտություններով ամեն ինչով հանդերձ երջախմբային բաց։ Առաջարկս շատ քչերին էր, որ ես դիմեցի, փորձելով բացատրել պատմել այս միտքը, որ ունենք եւ փորձենք անել։ Մի քանի խմբավորների շարքերում էր ու շատ ենք մտերիմ միազամորություն, որի շատ վաղուց եմ ճանաչում եւ գնահատում իր ամեն ձեռքբերումները եւ մարդկային տեսակով հանդեպ Մարիա Ներկալիսյան, որին դիմացինը անմիջական հենց արձագանք ունեցավ, որ ասեց անպայման կանեմ, ինչ որ հնարավոր է։ Եվ շատ չտարածվելով փորձեցի իր հետ պահպանել այդ սկիզբը, սկսելու միտքը, որի համար երախտապարտեմ այս վարքյանից սկսած ելած։ Ոչ ուտես գրամ և տարբեր տեսանկյուններից նայենք ազգային ավանդույթները, սովորույթները, տոները, քրիստոնեական արժեք համակարգը, ճշմարտությունները, այդ ամենով ներկայացված է մեր 2000-ամյա պատմությունն քրիստոնեության ընդունումից ի վեր։ Եվ բացի քրիստոնեական ճշմարտություններից, բացի ամբողջ մշակութային համակարգից, որ մենք ունենք արդեն 1700 տարիներից ավելի, քրիստոնեական գաղափարախոսություն և արժեքամակարգը շատ սիրելի է եղել ժողովրդին։ Այն աստիճան, որ բացի ոգևոր, կրոնական, եկեղեցական, գաղափարական մոտեցումներից, ժողովուրդը իր ուրույն մոտեցումը ունի տարբեր տոների նկատմամբ։